Եվ ռիթմ, եւ էներգետիկա, էքսպերիմենտալ հետաքրքիր ջազային մթնոլորտ էր համադրված հայկական ազգային ժողովրդական նվագարանների միաձույլ երկխոսությամբ։ Ժողովրդիկների նվագախմբի դահլիճն առաջին իսկ ակորդից վարակվեց իմպրովիզացիային տրամադրությամբ։ Ինքը իրանով շատ հարուստ երաժշտություն է, շատ խորը հարմոնիկ լուծումներ է ենթադրում ու ռիթմերի մասին էլ չասած ու ամենտեղ սկսվեց օգտագործել։ Այդ թվում նաև իհարկե մեր հայկական երաժշտության մեջ, բայց իմ կարծիքով արդեն վաղուց այդ սահմանները դարձել են թափանցիկ, այսինքն շատ դժվար է հասկանալ որտեղ է վերջանում ջազը, որտեղ է վերջանում սկսում ժողովրդականը։ Ջազի ազատ ու ստեղծագործ շունչը լի էմոցիոնալ ելևէջներով երաժիշտը փոխանցեց ունկնդրին։ Վաղուց է, որ ջազը Խաչիկ Սահակյանի համար ասելիք ու կյանքի ռիթմ է, բայց որ իր ստեղծագործական ճանապարհին կունենա հնարավորություն այն համադրել ազգային նվագարանների, այդ թվում բլուրի հնչողության հետ, երաժշտի համար էքսպերիմենտ էր։ Անկեղծ ասած, ես ինքս չէի պատկերացնում, որ այսքան հաջող կարա լինի այս համադրումը, իհարկե շնորհիվ Գյումրու ժողովրդիկների բարձր պրոֆեսիոնալիզմի, որտեղ եւ իհարկե շնորհիվ Կարենի Մայելյան, մեր մայեստրոյի, որը կարելի ասել բոլոր գործիքավորումների համահեղինակն է։ Ես ընդհանուր գծերով իրան ներկայացրել եմ ամբողջ պատմությունը, ինքը այդ ամեն ինչը վերափոխել է ժողովրդիկների համար։ Հին ու նոր, դասական ու ժամանակակից ստեղծագործությունները ժողովրդիկների պետական նվագախումբը ներկայացնում է վարպետորեն։ Հայ երգը նախագծի եզրափակիչ երրորդ համերգը ևս այդ տպավորիչ շարքից էր։ Կատարումներն ապացույցն են այն բանի, որ մեր երաժշտարվեստն այնքան ճկուն է, որ կարող է ազատորեն հաղորդակցվել տարբեր ժանրերի հետ։ Մեր հիմնական նպատակը մեր ազգային մշակութային ժառանգությունը հանրությանը ներկայացնելն է, բայց այս փորձարարական ծրագրերը իրականացնում ենք այն պատճառով, որ մենք կարողանանք բացի մեր հիմնական հանդիսատեսից նաև նոր հանդիսատեսներ գրավել եւ հետագայում այդ հանդիսատեսին դարձնել մեր հիմնական, այսինքն ոչ թե որ ինքը միայն կա փորձարարական ծրագիր լսելու, այլ նաև ինքը ներկա կլինի մեր հիմնական առաքելությունը, որ իրականացնում ենք մեր ազգային երաժշտությունը ներկայացնելու։ Երբ հանդիսական ինքն է դառնում երեկոյի ուղիղ մասնակիցը, նշանակում է, որ փորձարարական մոտեցումը հաջողված է եւ ամենաանկեղծ ձևով հասել է իր նպատակին։ Երաժիշտների վարպետության աստիճանը բնորոշեց նաև Պագանիի գործի հայեցի մեկնաբանությունը։ Ժողովրդիկների նվագախումբը շատ հրաշալի ծրագրեր է իրականացնում համագործակցելով շատ հայտնի երաժիշտների հետ, որոնցից մեկն էլ այսօր Խաչիկ Սահակյանն է, որը շատ տաղանդավոր երաժիշտ է, շատ համեստ է, դրա համար իրեն անունը այդքան շատ չեն երևի լսում, բայց շատ տաղանդավոր եւ կարողանում են ժողովրդական ազգային երաժշտության ակունքներից հրաշալի մեղեդիներ պեղել, նորովի մատուցել, զգալով այսօրվա երաժշտացերի զարգերակը։ Ընկեր Սահակյանը հոյակապ երաժիշտ է, իսկական ջազի մասնագետ է, ժողարվեստը, ժող երաժշտությունը եւ ջազը միմյանց հետ շատ կապված են։ Ես շատ ուրախացա, շատ զգացված եմ եւ շատ բաներ սովորեցի այս համերգից։ Աշակերտներով գալիս ենք միշտ ժողովրդական գործիքներ լսելու, որպեսզի հասկանանք հայերի պատմությունը ժամանակի ընթացքում եւ սովորենք եւ ժառանգենք, որպեսզի մենք նույնպես այդ կատարենք։ Ջազի եւ ազգայինի ինքնատիպ համադրումով եզրափակվեց հայ երգը նախագիծը, որին հաջորդելու է ժողովրդիկների պետական նվագախմբի նոր «Ճանաչիր ազգայինը» երաժշտական ծրագիրը, որը դպրոցահասակների համար է։ Ծրագրի շրջանակում հանդես կգան 12 համերգով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։